85 վարչական վարույթ է հարուցվել կոսմետոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատների նկատմամբ։ 42-ին տրվել է խախտումները վերացնելու կարգադրագիր, հայտնել է Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը 2025-ի ամփոփիչ ասուլիսում։ Հաշվի առնելով առկա ռիսկերը, քաղաքացիների եւ բժիշկների կողմից բազմաթիվ ահազանգերը հանձնարարվել է իմ կողմից ուսումնասիրություն իրականացնել սոցիալական հարթակներում, Facebook, Instagram եւ այն քաղաքացիները, տնտեսվարող սուբյեկտները, որոնք գովազդում են կոսմետոլոգիական ծառայություններ առանց համապատասխան թույլտվության, համապատասխան զեկուցագրի հիման վրա իրականացվել է վերահսկողություն։ Անցած տարի արձանագրվել է ապօրինի բժշկությամբ զբաղվելու 38 եւ կեղծ դիպլոմով բժշկական ծառայության մատուցման 10 դեպք։ 2024 թվականին այդ թիվը 7 էր։ Կեղծ դիպլոմները հիմնականում կոսմետոլոգները, ստոմատոլոգներն ու պլաստիկ վիրաբույժներն են ունեցել։ Դրանք տրված չեն եղել Հայաստանի ուսումնական հաստատությունների կողմից։ Երկու ձևով ենք վերահսկել։ Մեկը նախ առաջինը արձանագրելուց հետո իմ կողմից հանձնարարվել է բոլոր ստուգումների ժամանակ, երբ կա ոչ հայաստանյան դիպլոմ, ուղարկել ստուգման։ Եվ իհարկե Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից է տրամադրվել մեզ ցանկով բոլոր այն քաղաքացիները, որոնք դիմել են ՇՄԶ ստանալու եւ ունեցել են ոչ հայաստանյան դիպլոմ, մենք այդ բոլորը ուղարկում ենք ստուգման։ Արձանագրած խախտումների մի մեծ հատված էլ բաժին է ընկնում աշխատանքի ոլորտին։ Օրինակ հենց այդ նախնական եւ պարբերական բժշկական զինվորության չանցնելը, աշխատանքային հարաբերություններ մեջ գտնվել առանց համապատասխան իրավական ակտի, աշխատանքի մասով հարցակուրթայինի չվճարում, ազատվելուց հետո վերջնահաշվարկ չանել։ Տեսչականը վերահսկողության ընթացքում արձանագրել է չգրանցված եւ օրենքի խախտման ներմուծված տեղեր։ Այդ ոլորտում տուգանքների մեծ մասն այժմ վիճարկվում է դատարանում։ Եթե այսու կլինեն դիմում բողոքներ կոնկրետ տեղատներում կոնկրետ դեղ գնելու հետ կապված, որ եղել է նաև արձանագրման խնդիրներ մեր կողմից, մենք նույնպես կանենք հսկիչ գնում այդ դեղերի մասով։ 2025-ին ջրի որակի 134 վերահսկողական գործառույթ է իրականացվել, հարուցվել է 108 վարչական վարույթ։ Հիմնականում դրանց մասին քաղաքացիներն են ահազանգել։ Ջրի մասով դիմում բողոք ենք ստանում, ինչ որ խնդրի, որը կարող է լուրջ հետևանքներ ունենա, մենք եթե նենց ժամի եղել որ հնարավորություն ունենք, մենք նույն օրն ենք անում ու այն կառույցը, որը պիտի լաբորատոր փորձակնություն անի, այդ process-երը նույնպես արագ ենք անում, ներգրավում եւ արագ փորձում հասկանալ, մենք այդտեղ ունենք ռիսկեր, խնդիրներ, թե ոչ։ Մեծ ուշադրություն են դարձնում նաև լրատվամիջոցների հրապարակումներին, ընդգծեց տեսչական մարմնի ղեկավարը։ Համապատասխան բաժնի կողմից զեկուցագիր է գրվում եւ վերահսկողություն է իրականացվում, եթե հրապարակման մեջ կա առերևույթ խախտում։ Սլավիկ Սարգսյանը նաև հորդորում է արտաժամյա, հանգստյան կամ ոչ աշխատանքային օրերին առանց լրացուցիչ վարձատրության աշխատելու դեպքում դիմել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին։ Նաև հիշեցնում է պարտադիր կնքել պայմանագիր աշխատանքային իրավունքներից չզրկվելու համար։ Էմմա Վարդանյան, Էդգար Դավթյան, լուրեր։